տարիներ չենք ունեցել զավակ, 5 տարի հետո ծնվել է Վահեն, սպասված շատ, ծնվել է 2001 թվականին, ապրիլի 25-ին, շատ վառ մանկություն է ունեցել, շատ ժիր, աշխույժ երեխա է եղել, շատ համով ու հոտով, դառաջանաչ էր շատ, բանիմաց, որոշեցինք 5 տարեկանից, քանի որ մանկապարտեզ չկար, ոչ մի զբաղմունք չկար, գյուղում գոնե դպրոց գնար։ Դիմեցինք դպրոց, դպրոցում մերժեցին, այսինքն տարիքը չի բավականացնում, պիտի մարզպետարան դիմեք, մենք էլ դիմեցինք մարզպետարան, կարողությունները ստուգեցին Վահեի եւ ընդունեցին դպրոց։ Շատ փոքրիկ էր, ամենակարճն ու փոքրիկն էր դասարանի։ Պայուսակ անգամ ասում ենք հիմա կգտնի գետնին, այդքան մի կերպ քաշ տալով տանում էր։ Արդեն 7-րդ դասարանից գրում էր վիպակներ, արձակներ, 3 վիպակ վերնագրել էր արդեն ու սկսել էր։ Երկրորդ թարգում ուներ իր սենյակը, իր գրասեղանը, 3 վիպակներն էլ բաց դրած, ամեն օր ինչ հուշում, ինչ մտքեր ունենում էր, արագ-արագ գրառում էր կատարում, ու այդպես բաց մնաց, քանի տարի աշխատում էր վիպակների վրա, փոքրիկ արձակներ ուներ, բանաստեղծություններ ուներ գրված, այդպես խմբագրում էր, հավաքագրում էր, բայց դեռ չէր, ինքն իրեն խմբագրում էր, բայց չէինք տպել։ Մինչև առայսօր, որտեղ կիսատ գործեր աշխատանքներ կա, չգիտենք։ Մենք ավարտենք, թե կիսատ թողնենք, որն է ճիշտ, մենք էլ չգիտենք։ Ու այդպես աշակերտական խորհրդի նախագահն էր դպրոցում։ Բազմաթիվ ծրագրեր էր գրում ու իրականացնում աշակերտների հետ։ Ունեին տարբեր խորհուրդներ դպրոցում, իրականացնում էր բոլոր իր գրած ծրագրերը, անպայման պիտի իրականացներ, շատ սիրում էր իր գյուղը, գյուղի մաքրությունը, կազմակերպում էր նաև օրեր, շաբաթօրյակներ, որ մաքրություն կատարեին գյուղում, առաջատար էր շատ դպրոցում, շատ։ Քուաֆը 2009 թվականից մեր դպրոցում է սկսել իր աշխատանքը, տարբեր խմբակներ ուներ, դրա հետ մեկտեղ Access ծրագիրը անգլերենի, Վահեն հենց սկզբից որ սկսել են ծրագիրը, ինքն էլ սկսել է խմբակումներ, բոլոր խմբակներում ներգրաված էր, շատ, ինչ, երևի մի 10-11 խմբակ կար, բոլորի մեջ ինքը ներգրաված էր, ունեին բանավեճի խմբակ, շատ լավ էր բանավիճում, շատ անգամ, երբ մի անգամ կողքի համայնքների աշակերտներից եկել էին մեր դպրոցի աշակերտների հետ բանավիճելու, ես երբեք չի եղել բանավեճին իրենց, երեխաների փոխարեն մյուս աշակերտների փոխարեն ինքն է բանավիճում, ասենց անելանելի վիճակ է լինում, ինքն է փորձում դուրս գալ այդ վիճակից, հարթել, ճանաչում է իմ տղային, բայց այսքան նոր ճանաչեցի, նոր հայտնաբերեցի, մի ուրիշ Վահե։ Հետո Քուաֆում տվեցին բանավեճի վարպետ էին ասում, այսինքն բանավեճի խմբակի արդեն ինքը աշխատակից էր, ինքն էր աշակերտների դատավոր, այդպես էր, բանավեճի դատավոր էին իրեն տվել, բանավեճի պապա էին ասում նաև իրեն, շատ լավ էր բանավեճում ու այդպես երեխաների հետ պարապում, սովորեցնում, անգամ համալսարանում իրենք խումբ կազմեցին իրենց կուրսով բանավեճում էին ու զարմացել էին, թե առաջին տարին է ու քանի տարի արդեն բանավիճած խմբերին իրենք հաղթում էին, դեռ առաջին տարիներ ու հեշտ չէր, որ ինքը պիտի հավաքեր խումբը, ինքը բոլորի հետ պարապեր, երբ դասն ավարտվում էր համալսարանի, արդեն համակուրսեցիներն էին պատմում, պիտի բոլորը տուն գնան, վազում են տուն, բայց պահում էր բանավեճի խմբի երեխեքին, գրադարանում, այնտեղ թեման տալիս էր, վերջը սովորեցնում էր, պարտադրում էր, որ նստեք այստեղ սովորեք, քանի որ մենք վաղը խաղի ենք, պիտի, որ տուն գնաք, չեք սովորի։ Երեխեքը ամեն օր ասում պատճառաբանում էինք, թե սոված ենք, ասենք, ասում ենք, գնում էր խանութից առնում էր իրենց համար ուտելիք, վերում դնում էր սեղանին, թե եւ կերեք եւ պարապեք։ Չգիտեմ, ուսման ծարավ էր, իրոք, անգամ իրեն չէր բավականացնում Հայաստանի ուսումը, համեմատում էր ամերիկյան համալսարանի ուսման հետ, հետո փոշմանում էր ինչու չտվեցի ամերիկյան համալսարան, այնտեղ ուսումը կարծես տարբեր է, ավելի շատ է, չգիտեմ ինչի չէր հավանում, ավելի շատ էր ուսում, դու դա չէր ստանում, անպայման մտածում էր դրսում իր մագիստրատուրան, ինքը պիտի դրսում սովորի։ Ինքն այնքան զբաղված էր իր համար այդ ուսումը, այդքան սպասված պարապեց 2 տարի, ընդունվեց պետական համալսարանի միջազգային հարաբերությունների հանրային կառավարում բաժինը,
աշխատում էր նաև առաջին կիսամյակից հետո ընդունեցին իրեն արտաքին գործերի նախարարությունում աշխատանքի կամավորական, բայց որպես կամավոր հիմունքներով ինքը գնում էր աշխատանքի սիրով, սրտանց ու ուշք ու միտքը, որ ինքը պիտի մնա արտաքին գործերի նախարարությունում որպես աշխատակից, պետք է այնտեղ աշխատի։ Ուշացրել էին իր զորակոչման թերթիկը, որ ընկերներին կանչել էին, բայց իրեն դեռ չէին կանչել, խառնվել էր։ Մտածում էր պիտի գնամ վայենկամատ, այնտեղ ասեմ ինչ են իմ թուղթը ուշացրել իմ զորակոչման, բայց 2 օր հետո խոսակցությունից հետո եկավ իր թերթիկը, որ ինքն էլ պիտի ծառայի տրամադրությունը, ինքն իրեն տրամադրել էր, որ պիտի ծառայի։ Իմ համար դժվար էր շատ իր բացակայությունը, իրոք ամիսներով ես չէի գտնում, անգամ իր անկողինը չէի լվացնում, որ իր անկողնը հոտ է, այդպես ասած առնեի, շատ դժվար։ 15 օր հետո ոնց որ իր երթման արարողությունն էր, հետո 1 ամիս չանցավ նորից գնացինք տեսակցության, ու այդպես ընկավ կորոնան, դեկտեմբերի 29-ին եկավ իր արձակուրդը։ Մեզ հավատացրել էր, թե սկզբում ասեց մեզ մոտից, մեր զորամասից թողնում են նոր տարվան, մենք տուն գնանք, հետո ասեց, չէ, այդ օրենքը փոխվել է, այսինքն մեզ ուզում էր անակնկալաներ։ 29 դեկտեմբերի 10 օրով իր արձակուրդն էր եկավ, միասին անցկացրեցինք նոր տարին, դա եղել է մեր վերջին հանդիպումը։ Պարապում էր բանակում, երեխաներ կան, որ Ռուսաստանից էին եկել, դժվարանում էին հայերենով, սովորեին երթման արարողությունը, ինքը գրում էր ռուսերեն տառերով հայերեն, պարապում էր այդ տղաների հետ։ Նաև անգլերեն էր պարապում, զանգում էր, ինձ ասում էր բարձրացի իմ սենյակ, դարակում դրված է իմ անգլերեն, որ պարապել էր այդ տետրերը, տետրերի մեջ մի հատ նայի, այս ինչ գույնի տետրի մեջ նայի, այս թեմայից հետո որ թեման է, այնտեղ ինչ որ իրենց զինվորներից, չգիտեմ, իր ընկերների հետ պարապում էր նաև անգլերեն։ Դե ոնց բոլորը առավոտ շուտ լուսադեմին կարտացինք լուրերով, համացանցով տեսանք, որ սկսվել է հյուսիս-արևելյան տարածքից, սկսվել է, այսինքն ամբողջ երկայնքով, սկսվել է հենց իրենց մոտից, բայց իրենք ամենաբարձր դիրքում էին, Օմարի Հովազ 1 դիրքը, մեր Հայաստանի ամենաբարձր դիրքն է, 3600 մետր բարձրության վրա էին իրենք, դե չունենք լուր, ոչ մեկ քրոջ տղան էր ծառայում, վերջ իր ընկերները յուղում մեկից ծնողներով կապի մեջ էինք, թե ով լուր ունի, ոչ մեկ լուր չունեն իրենց երեխաներից, դե ասենք երևի կապը լավ չի, այդպես էլ կար, կապը լավ չէր, 27-ին լուր չունենք, 28-ին չունենք, 29-ի առավոտ շուտ, դեռ նոր էինք արթնացել, զանգ, անծանոթ համարից զանգ եկավ իմ հեռախոսին ու վերցրեցի կապը ընդհատվեց։ Մինչև մենք դրանք ճշտեցինք, թե ում հեռախոսահամարով է զանգ եկել, նորից երկրորդ անգամ Վահեն զանգեց էլի այդ համարով, չգիտեմ ոնց եմ խոսել, լացելով հաստատ խոսել, թե որ լուր չունենք, ինչ կա ձեզ մոտ, ինքը ասեց մի անգամից, թե ինչ ա եղել, այսինքն անտեղյակ էին, այդպես ձևացրեց իրեն ներկայացրեց, թե մեզ մոտ ոչինչ չկա, ինչի մասին ես խոսում, ինչ են ասում այդտեղ հեռուստատեսությամբ, դե ասի հեռուստատեսությամբ, լուրերով, վերջը մյուս ինֆորմացիաներով, որ պատերազմ է։ Դու չգիտես, թե մենք ինչ բարձր տեղ ենք, ամենաբարձր տեղում ենք, մեր մոտ այդպիսի բան չկա, մի հավատա, դու այդ լուրերը շատ մի լսի։ Հիմա հաց ենք կերել, 2 տարի արանքում, արևի նստած ենք դրսում, ու այդքան։ Դե լավ, վերջը ոնց են տանեցիք, բոլորին բարևի, տատիկ պապիկին նաև կասեց, որ զանգել եմ, որ չանհանգստանան, տատիկ պապիկը մեր գյուղում են մնում։ Կեսօրին նորից զանգեց ժամի 2-ներ, զարմացա, որ նորից զանգել է, ասում եմ կապ կա, նորից զանգել են, որ չասես, չես զանգում, կապ կար, զանգեցի, արդեն գյուղում մենք ունեինք, զո իր դասընկերու եղբայրներ, որոշում էի ասեի, այդ լուրը հայտնի իրեն, թե ոչ, բայց ասեցի, քանի որ անտեղյակ է,
իրենց մոտ ոչինչ չկա իր ներկայացնելով, թող հասկանա, թե ինչքան լուրջ է վիճակը։ Ասեցի, որ մահացել է քո դասընկերուհու եղբայրը Դավիթը, շատ տխրեց, անգամ արտահայտվեց, թե Երանի չասեիր մամա։ Օրվա ընթացքում զանգել էր նաև իր հայրիկին, իր համակուրսեցիներին, իր ընկերներին, բոլորին այդ օրը, որ կապ էր արդեն եղել, բոլորին զանգել էր հայրիկին, թե իմ կուրսի Արսենի հեռախոսը համարը չեմ հիշում, հեռախոսը փոխել եմ, չունեմ համարը, քո հեռախոսի մեջ կա, խնդրում եմ Արսենի համարը փոխանց ինձ։ Ու այդպես վերջին զանգն էլ հայրիկին է եղել այդ օր 29-ին, էլ չի զանգել։ Քաղաքապետարանից երևի թե զանգել էին մեր համայնքապետարան, այնտեղից էլ զանգել են իմ ամուսնուն։ Մենք այդ օրը թաղման էինք, իր դասընկերուհի եղբայր Դավիթի թաղմանն էինք գնացել։ Ու եկել ենք տուն արդեն, իմ ամուսինը աշխատավայրում է եղել, այնտեղ զանգել էին, հայտնել էին։ Խրամատից միայն ինքն էլ դուրս եկած եղել, ու այդպես անօդաչուի հարվածից եղել։ Շատ ուժեղ կռիվ է տեղի ունեցել այդ պահին, չեն կարողացել դիմադրել, իրենց դիրքը հանձնել են, իրենց դիրքի ավագը և հրամանատարը վիրավորվել են, քանի որ Վահեն տարածքին ծանոթ է եղել դիրքերին, իր հրամանատարի հետ միշտ գնացել են ստուգումների տարբեր դիրքեր, այսինքն տարածքից լրիվ տեղյակ եղել, որ վիրավորվել են հրամանատարն ու դիրքի ավագը, արդեն ամբողջ այդ պատասխանատվությունը մնացել է Վահեի վրա։ Հաջորդ օրը իրենք հավաքվել են, ճիշտ կողմնորոշվել են, հաջորդ օրը իրենց դիրքը նորից իրենք հետ են վերադարձրել։ Ունեցել են ընթացքում էլի զոհեր, բայց շատ չեն եղել, ասեց ոնց որ 4-5 հոգի են եղել, շատ չէ, բայց այդ օրը հենց միայն Վահեն է եղել։ Ուշ ժամի թե ինչի դուրս եկել խրամատից չգիտեմ։